Բարև ձեզ սիրելի բարեկամներ։ Երկիր մեդիայի եթերում մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Պատմությունը պարզապես անցյալ չէ։ Դա մեր ինքնության խորտ արմատը չէ, այլ մեր մտածողության, մեր քայլերի ու որոշումների հիմքը։ Մենք ներկայացնում ենք մեր անցյալի դրվագները ոչ միայն հիշելու, այլև վերլուծելու և սովորելու։ Որովհետև այս պատմությունները դարերի խորքից մեզ մի վճռական բան են ասում։ Դասեր քաղիր անցյալից, որ չկորցնես ապագատ։ Այսօր, երբ վերլուծում ենք մեր անցյալի ամեն մի քայլը, փորձում ենք տեսնել ոչ միայն այն, ինչ եղել է, այլև այն, ինչ կարող է լինել, եթե դասեր քաղեինք անցյալից։ Այսօր մենք հետադարձ հայացք ենք գցելու 11-րդ դարի ամենացավոտ էջերից մեկին։ Բաղարդնյաց Հայաստանի կործանմանը և Անիի անկմանը։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես ներքին պառակտումը, թուլամորթությունն ու արտաքին նենգությունը կարող են կործանել նույնիսկ ամենաշքեղ ու հզոր թագավորությունը։ Խոսելու ենք այն մասին, թե ինչու հազար ու մի եկեղեցիների քաղաքի դարպասները բացվեցին թշնամու առջև, ոչ թե զենքի ուժով, այլ դավաճանության գնով։ Հայաստանի մասնատումը տարբեր թագավորությունների և ներքին հակասությունները թույլ չտվեցին բաղրատուներին ստեղծել հզոր ու կենսունակ միասնական պետություն։ Բյուզանդական կայսրությունը, որը Հայաստանը դիտում էր որպես արգելակող հանգամանք դեպի արևելք ընդարձակվելու համար, սկսեց մեկը մյուսի ետևից կլանել հայկական հողերը։ Կոստանդնուպոլսի համար Հայաստանը պարզապես բուֆերային գոտի էր, որին պետք էր զրկել սեփական ողնաշարից, անկախ պետականությունից, որպեսզի այն դառնա հնազանդ կամակատար։ Բյուզանդիայի առաջին զոհը դարձավ Տարոնը, ապա Տայքը, իսկ 1021 թվականին Վասպուրականի Սենեքերի մարզունի թագավորը հարկադրված էր թագավորությունը հանձնել կայսրությանը։ Սա շրջափակման օղակ էր, որը սեղմվում էր Անիի շուրջ։ 1020 թվականին Գագիկ առաջինի մահից հետո գահակալական պայքար սկսվեց նրա որդիների միջև։ Ավագ որդին Թուլակամ Հովհաննես Սմբատը վայելում էր պալատական վերնախավի աջակցությունը, քանի որ թույլ թագավորի օրոք նրանց սանձարձակությունն ավելանում էր։ Կրտսերը, Աշոտ IV-ը, որոշված էր զորավարական տաղանդով, ուներ բանակի աջակցությունը։ Երկիրը բաժանվեց երկու մասի, ինչը մահացու հարված էր պետականությանը, բայց ամենասարսափելին դեռ առջևում էր։ 1021 թվականին, վախենալով Բյուզանդիայի զայրույթից, Հովհաննես Սմբատ թագավորը Պետրոս Գետատաց կաթողիկոսի ձեռքով կայսրին ուղարկեց մի խայտառակ կտակ, որով Անին իր մահից հետո հանձնում էր Բյուզանդիային։ Սա հայոց պատմության ամենամեծ դավաճանություններից էր։ Հայրենիքը վաճառվեց օտարին, հանուն ժամանակավոր ու կեղծ խաղաղության։ Հայոց հոգևոր հայրը և երկրի թագավորը դարձան սեփական ժողովրդի դահիճները, թղթի վրա ջնջելով գալիք սերունդների ազատությունը։ 1041 թվականին թագավորների մահից հետո Բյուզանդիան պահանջեց իր ժառանգությունը։ Սպարապետ Վահրամ Պահլավունուն հաջողվեց ժողովրդի ուժով գահ բարձրացնել երիտասարդ Գագիկ II-ին։ 18-ամյա արքան և սպարապետը հրաշքներ էին գործում։ Անիի մոտ հայկական 30,000-անոց բանակը ջախջախեց բյուզանդական 100,000-անոց զորքին։ Այս հաղթանակն ապացուցեց, որ նույնիսկ մեկուսացված Հայաստանը, ունենալով վճռական առաջնորդ և միասնական զորք, անհաղթելի էր զենքի ուժով։ Տեսնելով, որ զենքով հնարավոր չէ կոտրել Անիին, Բյուզանդիայի Կոստանդի Մոնամաղ կայսրը դիմեց նենգության։ Նա Գագիկ II-ին բանակցությունների հրավիրեց Կոստանդնուպոլիս։ Կայսրությունը գիտեր հայկական վերնախավի թույլ կողմերը։ Նա օգտագործեց նրանց ագահությունն ու վախը։ Պետրոս Գետատարցն ու Վեց Սարգիսը, երդվելով խաչի վրա, համոզեցին արքային գնալ։ Դա ծուղակ էր։ Կոստանդնուպոլսում Գագիկին արգելափակեցին և պահանջեցին հանձնել Անիի բանալիները։ Մինչ արքան գերության մեջ էր, Անիի ներսում դավաճանները կատարեցին իրենց սև գործը։ Նրանք քաղաքում լուրեր էին տարածում, թե պայքարն անիմաստ է, թե Բյուզանդիան քրիստոնյա եղբայր և մեզ կփրկի։ 1045 թվականին քաղաքի դարպասները, որոնք անառիկ էին մնացել թշնամու զորքի առաջ, բացվեցին ներսից։ Բյուզանդական բանակ դառած կռվի մտավ Անի։
Բագրատների համահայկական թագավորությունը դադարեց գոյություն ունենալ։ Որոնք են անի անկման դասերը մեզ համար այսօր։ Առաջին դասը ներքին միասնականությունը բացարձակ արժեք է։ Բագրատունյաց պետությունը չկործանվեց միայն արտաքին հարվածներից, այն փտեց ներսից, գաղկալական կռիվները եւ կենտրոնախույս ձգտումները կերան պետության հիմքերը, երբ երկիրը բաժանվում է իմ եւ քո հատվածների, թշնամուն մնում է միայն հավաքել բեկորները։ Միասնականությունը ոչ թե բարի ցանկություն է, այլ պետության գոյության միակ տեխնիկական պայմանը։ Երկրորդ դասը դիվանագիտական միամտության կործանարար լինել է։ Գագիկ երկրորդը վստահեց օտարի խոստումներին եւ ներքին դավաճանների երթմանը։ Պատմությունը ցույց տվեց, որ պետության ղեկավարը իրավունք չունի լինելու միամիտ։ Օտարի դահլիճներում հայոց հարցերը չեն լուծվում, այնտեղ միայն պարտադրվում են օտարի շահերը։ Ոչ մի քրիստոնեական համերաշխություն կամ քաղաքական դաշինք չի կարող փոխարինել սեփական ամրոցի պաշտպանությանը։ Երրորդ դասը հոգևոր եւ քաղաքական վերնախավի պատասխանատվության մասին է խոսքը։ Երբ կաթողիկոսն ու պետական բարձրաստիճան պաշտոնյան սեփական շահը կամ վախը գերադասում են հայրենիքի անվտանգությունից, պետության կործանումն անխուսափելի է դառնում։ Դավաճանությունը չունի արդարացում, նույնիսկ եթե այն փաթեթավորված է խաղաղության կամ փրկության կեղծ կարգախոսներով։ Վաճառված հայրենիքը երբեք խաղաղություն չի բերում, այն բերում է ստրկություն։ Չորրորդ դասը սեփական ուժի գիտակցումն է։ Մենք տեսանք, որ հայկական բանակը ի վիճակի էր հաղթել եռակի գերազանցող թշնամուն։ Անին զենքով չընկավ, այն ընկավ այն ժամանակ, երբ մարդկանց հոգում տեղի տվեց դիմադրության ոգին, եւ նրանք հավատացին, թե հանձնվելով կարող են խաղաղ ապրել։ Բայց անի անկմանը հաջորդեցին սելջուկյան արյունալի արշավանքները, որոնք ապացուցեցին անպաշտպան մնացած ժողովուրդը դատապարտված է կոտորածի։ Հանձնվելով դու ոչ թե խաղաղություն ես գնում, այլ ընդամենը թշնամուն հնարավորություն ես տալիս քեզ սպանելու սեփական տանդ մեջ։ Ի վերջո մենք ենք մեր պատմությունը։ Նվիրումով ու հավատով ապրած սերունդները չեն մոռանում իրենց ժողովրդի զոհողությունները։ Հետևաբար, նույնիսկ երբ թվում է, թե անհույս է, մենք պետք է հիշենք, հոգու ուժը կարող է հաղթել ցանկացած փորձություն։ Հայոց պատմությունը հարուստ է ոչ միայն հերոսական եւ ողբերգական իրադարձություններով, այլև խոր եւ հավերժ մնացող դասերով։ Մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարը նպատակ ունի վերաշարադրել կարևոր դրվագներ, բայց ոչ միայն պատմելու համար, այլ վերլուծելու եւ հասկանալու։ Ռուս պատմաբան Կլյուչևսկին ասում է. պատմությունը չի սովորեցնում, նա պատժում է դասը չիմանալու համար։ Ուրեմն, պատժված չմնալու համար պետք է յուրացնել պատմության դասերը։ Անիի դասը մեզ սովորեցրեց, որ պետականությունը միակ վահանն է, եւ այդ վահանը չի կարելի վստահել օտարին կամ ներքին վախկոտներին։ Ավարտելուց առաջ ցանկանում եմ հիշեցնել, որ մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարի այս եւ նախորդ հաղորդումները կարող եք դիտել Երկիր մեդիայի YouTube-յան ալիքով։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք, հանդիպում ենք հաջորդ հաղորդմանը նոր պատմության եւ նոր դասի հետ։ Մնացեք խաղաղությամբ։